Ողջույն, ես առաջարկում եմ միասին պատրաստվել և ծանոթանալ մեր այսօրվա հերոսուհու հետ։ Մոռացա։ Երեք երեխա, կենցաղային տարբեր հոգսեր և ոճը փոխելու մեծ ցանկություն։ Այլ ոճովի այսօրվա մասնակիցը Հայ Արփին է, որը ցանկանում է ունենալ նոր, ներկայանալի և ոճային կերպար։ Եկեք ծանոթանանք նրա հետ։ Ես Հայ Արփին եմ, 34 տարեկան, աշխատանքում միջոցառումների կազմակերպիչ, տանը փոքրիկ մանկապարտեզի մայրիկ, սիրում եմ կյանքը և համեղ պատրաստել։ Իմ առօրյան սկսվում է 3 փոքրիկ երեխաների հետ, ու առօրյան ամբողջովին հույզերի մի կծիկ է, երբեմն ավելի ուրախ է, ավելի թեթև է, իսկ երբեմն էլ ավելի ծանր ու դժվար է, ու այդ ծանր դժվար օրերին լինում եմ սպառված, հոգնած, չքնած, ու անհրաժեշտ է ուժերը վերականգնել, նոր լիցքեր, նոր փոփոխություններ, եւ այդ լարված օրերը, ծանր ու դժվար օրերը երբեմն խանգարում են անգամ անել այն, ինչ որ դու սիրում ես։ Ինձ մոտ շոփինգը չի ստացվում փոքրիկ երեխաների հետ, ու որոշ նման բաներ, որոնք կարող են ինձ տալ էներգիա, շատ հաճախ դրանք չեն ստացվում եւ բերում են այլ ավելի լարվածության։ Կարծում եմ այս հաղորդումը հրաշալի հնարավորություն կլինի, հատկապես որ մասնագետներն են իմ կողքին, ստանալ այն դրական էներգիան, լիցքերը եւ այդ փոփոխությունը, որը ես սպասում եմ ու ցանկանում եմ ունենալ։ Ողջույն Հայ Արփի։ Ողջույն Լուսինե։ Գիտեմ, որ մայրությունը իսկապես ամենալուսավոր բաներից է այս կյանքում, բայց նաև իր հետ բերում է մեծ փոփոխություններ։ Այ հետաքրքիր է, թե քեզ մոտ ինչ է փոխվել երեխաների ծնունդից հետո։ Մայրությունը իմ կյանքում վերածնունդ է, միաժամանակ եւ երեխայի եւ մոր կյանքում։ Այն լակմուս թղթի նման պատկերում է քո կյանքի ներքին խաղաղությունը, արժեքները, ուժերը, սահուն կերպով դասավորում է քո կյանքը, ցույց տալով առաջնայինը կարևորը, եթե իհարկե դու մայրությանը մոտենում ես պատասխանատվությամբ եւ գիտակցորեն։ Համաձայն եմ, բայց նաև մեծ փոփոխություններ են գալիս իր հետ։ Այո, երեխայի ծնունդը ամբողջովին փոխում է քո առօրյան ռեժիմը, անգամ ժամանակի տնօրինումը արդեն կախված է իրենից, 24 ժամը չի բավականացնում քեզ կենցաղում, առօրյայում, հոգսերում, թե 24 ժամվա ընթացքում տաք խմելը քեզ համար ճոխություն է համարվում։ Ինձ օգնում է ամուսինս աշխատանքից հետո, իր այ հոգատարությունն է ուժ տալիս, երբ ունենում եմ ընկճվածություն, հաղթահարել բոլոր դժվարությունները։ Այո, ամուսինը օգնում է։ Լավ, իսկ ինչու որոշեցիր դիմել ոճային փոփոխության։ Ի տարբերություն երևի շատ մայրիկների, երկարեց իմ դեկրետը, երեխաներս փոքր են, 1 տարեկան, 3 եւ 1 տարեկան, այո։ Մինչ ամուսնությունը բավական ակտիվ նախաձեռնող էի բնավորությամբ, X միջոցառումների կազմակերպիչ եմ, եւ երբ հիշում եմ ինչպես էի պատրաստվում միջոցառումներին, այդ ներկայանալի տեսքը կամ միջավայրին համապատասխան հագնվել, երբեմն հակասություն է սկսվում մայրիկի եւ կնոջ։ Հավանաբար ես այդքան շատ չեմ հետևում նորաձևությանը, այսինքն ինձ համար ոչ թե կարևոր է հագուստը լինի նորաձև կամ բրենդ, այլ այդ հագուստում ես ինձ զգամ ազատ, ինձ համար հագուստը քո անհատականությունն է, որը պետք է ընդգծել։ Որը պետք է ընդգծել։ Իսկ հիմա ինձ մոտ իմ այս փուլում այդ ընդգծելն է դժվար, որովհետև նոր տրենդներ են, չէ՞։ Ու հիմա հարց է, իսկ որտեղից սկսել, բայց պատրաստ ես այդ կտրուկ փոփոխությունների։ Այո, ես սիրում եմ փոփոխություններ, բայց հետաքրքիր է, թե ինչպես են ինձ տեսնում մասնագետները։ Ինձ շատ հետաքրքիր է, թե ում կարծիքն է քեզ համար շատ կարևոր։ Շատ կարևոր է եւ ամուսնու կարծիքը, եւ Արենը շատ նրբանկատ է եւ մի փոքրիկ նկատում է բոլոր փոփոխությունները։ Այո, մի փոքրիկ փոփոխությունն էլ ինքը ինձ դրա մասին ասում է։ Մինչ այսօր մի անգամ, երբ որ ես փորձեցի շատ ժամանակ ինձ տրամադրել, մինչ այսօր ինքը հիշում է այդ կերպարը։ Եվ ասում եմ,
Մոմ երբ կհագնես այն թիթեռնիկ շորիկը։ Հայրդի, գիտես, ես մեր զրույցից հասկացա, որ դու իսկապես պատրաստ ես թե կտրուկ փոփոխությունների, թե նոր ոճով ներկայանալու։ Այո, պատրաստ եմ։ Երբեմն ես կատակում եմ իմ մասին, ասելով, որ ես կամ հղի էի, կամ կերակրող մայր։ Իսկ հիմա արդեն ես պատրաստվում եմ վերադառնալ արդեն իմ առօրյա կյանքին, իմ նպատակներին, իմ երազանքներին եւ իհարկե ուզում եմ դա սկսել պատրաստված նոր ոճով։ Նոր ոճով, այո, նոր փոփոխություններով, հետաքրքրություններով։ Հայարփիի կերպարանափոխությունը վստահված է դիզայներ ոճաբան Սոսե Սահակյանին, կոլորիստ վարսահարդար Մադոննա Մինասյանին եւ դիմահարդար Միլանա Հակոբյանին։ Ես հիմա ձեզ կբաժանեմ Հայարփիի նկարները, բայց կարծում եմ արդեն իսկ ծանոթ եք նրա կերպարին եւ նրա պատմությանը։ Նա ունի 3 փոքրիկ երեխա եւ գեր ծանրաբեռնված առօրյա եւ շատ կարեւոր է այստեղ նաեւ հասկանալ, թե ինչպես է դուք պատկերացնում կերպարանափոխությունը նրա եւ նոր ոճը։ Հայարփին շատ գեղեցիկ կին է իրականում, կփորձեմ նրա ոճը, քանի որ 3 փոքրիկ երեխաների մայրիկ է, կփորձեմ ավելի դինամիկ ոճ ստեղծել նրա համար եւ ավելի հավելել ժամանակակից էլեմենտներով, այստեղ նրա կերպարը շատ մինիմալիստական է, կփորձեմ այն ավելի ժամանակակից եւ մերօրյա դարձնել։ Սոսե ճիշտ նկատեցիր, նա իսկապես ունի այդ բնական գեղեցկությունը եւ երևում է, որ մազերը երբեք չեն եղել ներկված։ Այն մազերի առումով ինչ եք պատկերացնում փոփոխությունը։ Այո, Լուսինե ջան, ոնց նկատեցինք այս նկարներում, նա իր բնական երանգին չի դիպչել եւ ես կցանկանամ փոփոխություն անել միայն դիմացի հատվածում, ավելացնելով կոնտուրինգ եւ ավելացնել չոլկա, որպեսզի ավելի ընդգծել իր դիմագծերը եւ ավելի նրբացնել։ Հետաքրքիր է։ Դիմահարդարումը ինչպես եք դուք պատկերացնում։ Դե քանի որ արդեն ասեցինք, որ Հայարփին ունի շատ գեղեցիկ եւ նուրբ դիմագծեր, կարծում եմ ավելի նուրբ եւ ավելի կանացի կերպար կարելի է ստանալ։ Ոնց հասկացա, իսկապես կտրուկ փոփոխություններ մեզ չեն սպասվում։ Սոսե, դու համաձայն ես։ Իրականում եւ այո եւ ոչ, քանի որ այդ դիմացի մազափնջի հետ կապված մի փոքր կարծում եմ վիճելի է, որովհետեւ ինքս չեմ տեսնում եւ կարծում եմ 3 երեխաների մայրիկին դժվար կլինի հարդարել ամենօրյա։ Կարծում եմ չոլկան շատ ճիշտ որոշում է եւ նաեւ տանը, երբ որ նա հավաքի իր վարսերը, չոլկայի շնորհիվ շատ գեղեցիկ կլինի եւ ավելի խնամված տեսք կունենա, քան թե ամբողջը հավաքած։ Այսինքն ավելի կարճ չի պատկերացնում։ Ընտրենք ավելի երկար, հա, չոլկայի տարբերակը։ Այո, կարճ չէ։ Սենց թեք, գեղեցիկ, նուրբ եւ կոնտուրինգի հետ շատ գեղեցիկ։ Վստահեմ ձեր մասնագիտական կարծիքին։ Այստեղ համաձայնվեցինք։ Այո։ Իսկ դիմահարդարման մասին Դիմահարդարման մասով ես ինքս եւս սիրահար եմ այսպես նեյտրալ նյուդ դիմահարդարմանը, բայց կուզեի ինչ-որ գունային ակցենտ տեսնել ամեն դեպքում իր դեմքին, քանի որ նա երբևէ այդպես հանդես չի եկել, կարծում եմ նրա համար հետաքրքիր եւ լավ փորձառություն կլինի։ Այնուամենայնիվ չեմ կարող չհարցնել, կտրուկ փոփոխությունների սպասենք թե ոչ։ Ինձ թվում է մեր փոփոխությունը հաստատ արդեն տեսանելի կլինի եւ Հայարփին շատ կտրուկ փոփոխություն ասելով, չեմ ուզի կոպտացնելով դա տեսնենք, նուրբ կերպարով կփորձենք նրան այլ ոճով տեսնենք։ Այո, յուրաքանչյուր կերպար անհատական մոտեցում է պահանջում։ Սոսե եւ Մադոննայի հետ իրականում շատ հետաքրքիր փորձ ունեցանք։ Մենք բոլորս եկանք այն կարծիքի, որ Հայարփիի կերպարը պետք է ավելի ընդգծել եւ դարձնել էլ ավելի ոճային։ Մասնագետների հետ ընդհանուր առմամբ այսպես բարդությունների չհանգեցինք, քանի որ բոլորս էլ ի վերջո միակարծիքի էինք եւ գտնում էինք, որ պետք է Հայարփիի համար ստեղծել այնպիսի կերպար, որը չի շեղի նրան իր իրական կերպարից,
այսինքն կպահպանենք նրա բնական գեղեցկությունը, այսպես կանացի նրբությունը, բայց ավելի արտահայտիչ եւ գեղեցիկ կդարձնենք։ Իսկ ոճի հետ կապված կարծում եմ, որ կստանանք casual ոճի կերպար հիմնականում, բայց մի փոքր կշեշտենք նրա կանացիությունը եւ նրբությունը, քանի որ բացի նրանից, որ նա մայր է, նա նաեւ կին է առաջին հերթին եւ պետք է որպես կին իրեն գեղեցիկ եւ հմայից գա, որպեսզի նաեւ լավ մայր լինի, դա իմ կարծիքն է իհարկե։ Կստանամ casual կերպար, բայց մի փոքր կհավելեմ old money, այսպես ոճի էլեմենտներով, կարծում եմ հետաքրքիր կլինի։ Եկավ ժամանակը վերլուծելու HiRP-ի զգեստապահարանը։ Սոսե, առաջարկում եմ միասին հասկանանք HiRP-ի թե կերպարը, թե կառուցվածքը եւ արդյոք ճիշտ է ընտրված նրա զգեստապահարանում հագուստը։ Սկսեմ պիջակից, ժակետից, այլ կերպ ասած, քանի որ սա է մոտ գտնվում։ Նախ ձևվածքի առումով կարող եմ ասել, որ հնացած է մի փոքր, քանի որ հիմա ավելի ազատ ձևվածքներ են նորաձև եւ ավելի կայուն։ Թևի այս հատվածի կոճկամը եւս ակտուալ չէ եւ սրան եւս ուշադրություն դարձրու գնումներ անելուց։ Բացի դրանից, եթե ընտրում ենք ավելի blazer-ի տարբերակը, պետք է ընտրենք շատ կայուն տարբերակը, մի բան էլ ցույց տամ, եթե պիջակը այսպես բռնում ես, հա, blazer-ը եւ ինքը այսպես ինչ-որ անհասկանալի տեսք քանդնում ու չի պահում պիջակի կերպարը, հետեւաբար դա եւս մոռանում ենք։ Այս պարագայում սրա մասին կարող ես մոռանալ կամ կարող ես օգտագործել այլ տարբերակով որպես բլուզ։ Ես այս պիջակի գույնն էի շատ սիրում, ու իմ աչքերի գույնն էլ ավելի արտահայտիչ էր դարձնում։ Գույնի մասով որևէ բացասական բան չեմ ասի, որովհետև հրաշալի գույն է եւ գույները ինչքան էլ ունենում ենք սեզոնին ակտուալ գույներ, բայց որպես այդպեսին ոչ ակտուալ գույներ չկան, եթե դրանք թունային, հա, այսպես երանգներ չեն։ Սոսե, ինչ կառուցվածք ունի HiRP-ն եւ ինչը պետք է ամբողջովին բացառենք։ Այսպես լրիվ բացառելու տարբերակ որպես այդպեսին չեմ ասի, քանի որ նախ կառուցվածքային տիպը առանձնացնել չեմ կարող իրեն, որովհետեւ մեր կառուցվածքային տիպը մենք հասկանում ենք այն պարագայում, երբ որ 44 եւ ավել սայզ ունենք, այսինքն L եւ ավելին, իսկ HiRP-ն մեր մոտ S եւ ավելի փոքր չափի։ Փոքրիկների պես փոքրիկ է։ Անցնեմ հաջորդին։ Այո, կարող ենք։ Ահա։ Ժակետի տարբերակը եւս ճիշտ է, ինքս oversize-ի սիրահար եմ, բայց այս տարբերակը եւս ակտուալ է այս տարի, կարող ես գրել վերնաշապիկներով, միթե վերջ կոճկած, նույնիսկ փողկապի տարբերակ կարող ես ավելացնել, preppy style-ի մեջ կարող ես իրեն ոճավորել, preppy-ն դպրոցական, հա, բրիտանական դպրոցական ոճն է, որը հասել է մեզ եւ այս տարի շատ ակտուալ է։ Հիմա նայեմ ներքևում ինչ ունենք։ Տաբատ է թե շրջազգեստ։ Շրջազգեստ։ Շրջազգեստի տարբերակ է, չէ։ Սա որպես շրջազգեստ չենք կրում, բայց կարող եմ։ Բայց ինձ շատ դուր եկավ։ Քանի որ տեղյակ եմ, որ HiRP-ն ունի կարելու հմտություն, հա, հասցրեցի արդեն տեղեկանալ, մենք կարող ենք շրջազգեստը այստեղից բացել, մի փոքր կարճացնել եւ այդ կարճությունը օգտագործել մեզ մոտ որպես գոտի ու իրենից ստանալ շրջազգեստ կիլտ։ Եվ կարող ենք համադրել ժամանակակից պալացո ջինսային տարբերակի հետ։ Ջինսերը նորաձև են, բայց ընտրում ենք ջինսերի ավելի մեծ տարբերակներ, հատկապես եթե համադրելու ենք շրջազգեստի ավելի նեղ փոքրիկ տարբերակի հետ։ Այս XS-ը մոռանում ենք, այսինքն եթե դու կրում ես XS չափի հագուստ, պարտադիր չի խանութ գնալուց հենց վերցնես XS-ը։ Կարող ես L-ը վերցնել, XL-ը վերցնել եւ այլն։ Այսինքն չափերը դրանք զուտ մեր գլխում են ու ընդհանրապես նշանակություն չունեն մեր օրյա նորաձևության մեջ։ Բայց ինձ հիմա հետաքրքիր է, HiRP ամբողջովին համաձայն է Սոսեի հետ։ Երբ որ արդեն պրակտիկ խորհուրդները սկսում ենք օգտագործել, արդեն պատկերացնում եմ, բայց հիմա երբ որ մտածում եմ ես L հագնեմ, L տաբատինի L հա շապիկ, ինչպես ինձ կզգամ։ Զգացողությունները շատ տարբեր են, այո։ Կարծում եմ, որ գնումների գնանք, ես քեզ կփորձեմ մոտեցնել իմ գաղափարին, դե բնականաբար քայլերը պետք է փոքր-փոքր անել։ Հետաքրքիր թե ինչպես կմեկնաբանես այս նեղ տաբատը։ Ոչ մի բացասական բան բնականաբար չեմ ասի, որովհետև տաբատի կլասիկ դասական ձևվածք է, որը միշտ ակտուալ է եւ երբեք դուրս չի գա ակտուալությունից։ Բազմաթիվ տարբերակներ կարող եմ առաջարկել գրելու համար, նույն սպիտակ վերնաշապիկը, որը նախորդ անգամ տեսա, խնդրեմ։
մի փոքր ավելի լայն կոստյումի հետ, հա, ժակետի հետ, կամ նույնիսկ նեղ, քանի որ այս տարի ինչպես մեզ առաջարկվում է բլեյզերների լայն oversize տարբերակները, այնպես էլ կանացի եւ ավելի նեղ տարբերակները, այնպես որ այստեղ թողնում եմ քեզ ազատ, կուզես լայնի հետ համադրի, կուզես նեղի հետ համադրի, երկու տարբերակն էլ ընդունելի են։ Կուզեի վերջին վերնաշապիկի մասին խոսել։ Ահա, խնդրեմ։ Հավանաբար դու իրեն այդքան էլ նոր չի, որ ձեռք ես բերել, բայց ես խրախուսում եմ այն, քանի որ նորաձևության տներից Gucci-ն այս տարի մեզ հրաշալի տարբերակներ է առաջարկում նմանատիպ վերնաշապիկների կիրառման, կարող ես աչքի անցկացնել, եթե ժամանակ ունենաս, եւ ժիլետի հետ, հա, այսպես տաբատի մեջ հարդարած տարբերակով։ Հենց նույնը ժիլետի հետ հնարավոր է։ Հենց նույնը, այս ժիլետը, եթե այլ տարբերակ չգտնես, գուցե եւ կիրառենք, բայց ավելի լավ տարբերակներ կարող եմ առաջարկել։ Իսկ ինչ գույներ կարելի է ներառել Հայարփիի զգեստապահարանում։ Քանի որ Հայարփին ինքը այսպես բնական գեղեցկության աղջիկ է, հա, հենց ինքը ոնց որ բնության մասնիկ լինի ու այսպես բնական երանգներ ունի, մաշկը, մազերը եւ այլն, ես կներառեի ավելի այդպես բնության մոտ գույներ, հա, պաստելային մի փոքր երանգներ, բայց տեսնենք, չեմ ուզի շատ փակագծեր բացեմ, տեսնենք ինչ կընտրեմ։ Առարկություններ ունես Հայարփի։ Ոչ, կարևոր ունեմ մի բան հագնելով։ Կարևորը կա, զգեստապահարանում որևիցե մի հագուստ ունես, որը շատ նորաձև է, ինչպես նշեց Սոսեն։ Այո։ Հիշում ենք Սոսեի բոլոր խորհուրդները եւ միասին գնում գնումների։ Սոսեի հետ ունեցած աշխատանքը կարևոր փորձառություն էր ինձ համար, իր տված խորհուրդները վստահաբար կկիրառեմ։ Հայարփիի զգեստապահարանը ընդհանուր առմամբ պատմում է Հայարփիի մասին որպես մայրիկ, բայց Հայարփիին որպես կին ես այնտեղ չտեսա եւ շատ կուզեի ավելացնել նաեւ այդ մասը իր զգեստապահարանում։ Ընդհանուր առմամբ այսպես շատ հուսախաբված չեմ, հա, այսպես ասած իր զգեստապահարանից, բայց թարմացումների կարիք շատ է զգացվում։ Հայարփի ժամանակն է ընտրել երկու կերպար անպայման հիշելով Սոսեի բոլոր խորհուրդները։ Իհարկե Սոսեն քեզ կօգնի, որպեսզի հետագայում ինքնուրույն կարողանաս կողմնորոշվել եւ ընտրել քեզ համապատասխան հագուստ։ Սոսեն ինձ այնքան հետաքրքիր եւ կիրառելի խորհուրդներ է տվել, որ արդեն ես անհամբեր եմ, թե ինչպիսի լուք ու կերպար ենք ստանալու։ Փորձեմ հնարավորինս կիրառելի զգեստապահարան հավաքել, այսպիսի կապսուլային զգեստապահարան, որպեսզի հագուստները ոչ միայն երկու լուք կարողանա հավաքել, այլ ընդհանուր հագուստները միմյանց հետ ճիշտ աշխատեն եւ բազմաթիվ լուքեր կարողանա ստանալ հետագայում։ Հրաշալի է։ Վստահ եմ Սոսեի հետ գնումները հաջող կընթանան, քանի որ իր տված խորհուրդները բավական օգտակար էին ինձ համար եւ պատրաստ եմ դրանք կիրառել։ Մենք նայելու ենք casual look, չէ՞։ Այո։ Դա է մեզ հարկավոր։ Կփորձենք casual-ի վրա ֆիքսվել, բայց ուրիշ ոճերի հետ միքսում եւս կարող ենք անել։ Իսկ կարող ենք oversize ինչ-որ միանշանակ ես սիրահարն եմ oversize-ի, իմ ամենասիրելի թրենդն է։ Հուսով եմ երկար կպահպանվի։ Մինչ Սոսեն եւ Հայարփին կընտրեն հագուստները, ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես կարելի է մեկ տաբատով ստեղծել հետաքրքիր եւ տարբեր համադրություններ։ Առաջին կերպարի համար ընտրում եմ մոխրագույն տաբատը, սպիտակ շապիկն ու սպորտային կոշիկը, ապա ավելացնում հուդին։ Մոխրագույն տաբատը, կարմիր եւ սպիտակ գծերով ժակետը գունային հետաքրքիր լուծում են։ Կրկին կարմիր, այս դեպքում տաբատը համադրում եմ շապիկի հետ, ստանալով ավելի առօրյա կերպար։ Այս համադրությանը կարելի է ավելացնել նաև մոխրագույն պիջակը։ Սև ժիլետով ընտրությունը լրացնում եմ պիջակով և սև գոտիով, այսպես ավելի դասական կերպար է ստացվում։ Իսկ այս կերպարի համար մոխրագույն տաբատի հետ ընտրում եմ սպիտակ լայն վերնաշապիկ, ապա ավելացնում մոխրագույն սվիտեր։
Հայարփիի հետ գնումները բավական հեշտ անցան, ճիշտ է, նա փորձում էր ձգտել այն իր մշտական կերպարին, որպեսզի այն ավելի հարմարավետ լինի իր առօրյա կյանքի համար։ Մենք այդ հարմարավետությունը ստացանք ավելի ժամանակակից տարբերակով։ Սոսեի հետ գնումները ինձ մեծ բավականություն տվեցին, քանի որ վաղուց երկար ժամանակ ինձ չէի տրամադրել գնումներ կատարելու, հատկապես շատ հաճելի էր գույների ընտրությունը, վաղուց ես վառ գույներ չէի ընտրել ու չէի օգտագործել իմ զգեստապահարանում։ Կարող եմ չէ բացել։ Հա, այստեղ պետք է ասել տադամ, որովհետև սա իմ դեկրետի սանրվածքն է։ Տադամ։ 4 տարի կարելի ասել ես միշտ մատերս այս վիճակում եմ եղել։ Ներկեր ինչ որ բաներ անեք։ Չէ, որտեվ ես շատ եմ սիրում իմ մազերի գույնը եւ դուք էլ կարծեմ կհաստատեք, որ Սպիտակներից չեք մնում։ քանի որ երկար ժամանակ չեմ ունենում ինքնախնամքի ու հայելու առաջ երկար կանգնելու, այդքան շատ սպիտակ մազերը ինձ դեռ չեն անհանգստացնում, բայց նկատել եմ, որ դրանք բավական շատ են։ Ես հասկանում եմ, որ դուք ունեք 3 երեխա եւ դրա հետ միասին պետք է նենց կերպար ստեղծենք ձեր համար, որ երեխաների հետ էլ նաեւ հարմար լինի եւ հետագա խնամքն էլ դուք կարողանաք ճիշտ կազմակերպել։ Ես առաջարկում եմ ձեզ շերտեր կտրենք, բայց ոչ կարճ շերտեր, այլ մի քիչ երկար, որ այստեղից սկսվի։ Ինքը լինելու է փոփոխություն, բայց կտրուկ փոփոխություն չի լինելու։ Հետագայում, որ չոլկա կտրեք, շոքահես ամառը լինելու ուզենաք հավաքեք, օրինակ բարձր ինչ-որ կոս կամ ինչ-որ մի բան։ Ինքը մի սանրվածքի տեսք է։ Այսպես սիրուն կլինի, էլի։ Ես շատ եմ սիրում իմ մազերի երանգը եւ հաճախ եմ հաճախոսություններ ստանում եւ ուրախ եմ, որ Մադոննան կիսեց իմ կարծիքը եւ մազերի երանգը այդքան կտրուկ փոփոխության չի ենթարկվի։ Հայարփիի կերպարանափոխության ժամանակ մենք կատարեցինք կտրվածք եւ պահպանելով բնական մազերի երանգը մենք ավելացրեցինք կոնտուրինգ, որպեսզի ավելի ընդգծենք իր դիմագծերը։ Հայրփի ջան, ոնց հասկացա, քո առօրյա դիմահարդարումը հիմնականում լինում է շատ թեթև եւ կարելի ասել, որ տոնային չես օգտագործում։ Այո, քանի որ հիմնականում տանն եմ կամ երեխաների հետ այգում ու ժամանակն էլ չի բավականացնում, իմ մաշկը չոր է եւ գարնանը եւ աշնանը առավել կարտահայտվի իր չորությունը, եթե ես խնամքով չզբաղվեմ, գոնե հասցնում եմ այդ մի թեթև գործողությունը անել մաշկի հետ։ Դա շատ կարևոր փուլ է իրականում ամենօրյա թե խնամքի համար, թե մեր շպարի հիմքի համար։ Ինձ թվում է դուք ձեր ամենակարևոր փուլը հասցնում եք անել։ Շպարի հետ կապված մի քանի խորհուրդներ հիմա ձեզ կասեմ։ Սիրով։ Հայրփի ջան, քանի որ դու ունես ընդգծված դիմագծեր, գեղեցիկ այտոսկրեր, այդ իսկ պատճառով չեմ ցանկանում դիմագծերդ ավելի կոպտացնել։ Մենք քեզ կանենք թեթև եւ բնական դիմահարդարում։ Ինձ հետաքրքիր է, քանի որ ես առավել շատ թեթև դիմահարդարում եմ անում, ինչ գույներ օգտագործեմ աչքերի մասը ընդգծելու համար կամ ինչը չօգտագործեմ։ Տես Հայրփի ջան, քանի որ դու ունես շատ գեղեցիկ աչքեր, կարծում եմ պետք չի ավելի ծանրացնել գույներով կամ արտահայտիչ տենց վառ երանգներ օգտագործել, խորհուրդ կտամ ավելի բաց վարդագույնի մեջ կամ դեղցագույն ինչ-որ տաք երանգներ, որպեսզի ավելի թարմ տեսք տա։ Իսկ երեկոյան դիմահարդարման ժամանակ Երեկոյան դիմահարդարման համար կարծում եմ ավելի ճիշտ կլինի ընդգծել աչքերը, բայց շատ չմքացնելով եւ չկոպտացնելով։ Իսկ առհասարակ հոնավեցնում ես շուրթերդ։ Ձմռանը այո, քանի որ չորանում են, անխուսափելի է։ Հիմնականում դրա խնամքը շատ կարևոր է։ Միշտ խորհուրդ կտամ խոնավեցնես, որպեսզի ավելի թարմ ու ավելի բնական տեսք ունենաս։ Ներկա պահին կօգտագործենք ավելի փայլուն շրթներ, բայց առօրյա դիմահարդարման համար խորհուրդ չեմ տա, քանի որ հարմարավետ չի լինի երեխաների հետ։
Ես միշտ մտածել եմ, որ դիմահարդարումը կախված է նաև հագուստի գույներից, բայց Միլանան խորհուրդ տվեց շատ վառ գույներ չկիրառել, քանի որ ինձ ավելի շատ իմ կերպարին ավելի շատ ծիրանագույնը, դեղցագույնը, վարդագույնն են համապատասխանում։ Հայարփին ավելի շատ նախընտրում է ունենալ բնական տեսք, պահպանելով իր նախասիրությունները, կարծում եմ պետք է աշխատենք ավելի նուրբ, գեղեցիկ ընդգծելով իր դիմագծերը։ Սոսե եկավ ամենապատասխանատու պահը, երբ թե մենք, թե մեր մասնակիցը եւ թե հեռուստադիտողը պետք է գնահատենք կատարված աշխատանքը։ Բայց խնդրում եմ մի փոքր պատմես Հայարփիի նոր կերպարի մասին եւ ինչու ես ընտրել այդ հագուստը։ Հայարփիի կոնկրետ այն կերպարը, որը հիմա շուտով կտեսնենք, ընտրել եմ մաքսիմալ դինամիկ, մաքսիմալ մայրիկի առօրյային հարմարեցված, որպեսզի լինի թե ոճային, թե չկաշկանդի իր շարժումները երեխաների խնամքի ժամանակ, նույնիսկ աքսեսուարների հարցում մի փոքր նեղացրել եմ իմ ընտրությունը, որովհետև ինքս լինելով մայրիկ գիտակցում եմ, որ այդ ամեն ինչը շատ գեղեցիկ է, բայց իրականում խանգարում է։ Կարծում եմ պետք է որ հավանի։ Իսկ երկրորդ կերպարի մասին ինչ կասես։ Երկրորդ կերպարը ավելի մի փոքր դեպի էլեգանտություն եմ տարել եւ մի փոքր ավելի ակցենտը դրել եմ Հայարփիի վրա որպես կին։ Կարծում եմ գուցե երկրորդը ավելի հավանի, քանի որ բոլորս էլ կարոտում ենք այդ կնոջ կերպարը, բայց առաջինը ավելի շատ պետք կգա եւ իրականում երկուսն էլ իրար մեջ այնպիսի հագուստներ եմ ընտրել, որ մաքսիմալ շատ լուքեր կարողանա ստանալ։ Ես կփորձեմ օգնել իրեն այդ հարցում։ Չարաշահենք համբերությունը եւ Հայարփիին հրավիրենք այստեղ։ Շատ լավ։ Ես հիացած եմ Հայարփի, իսկապես խոսքեր չունեմ ասելու։ Ես նույնպես։ Նոր կերպարը ստացվել է Սոսե։ Բրավո։ Այո, շնորհակալություն։ Շատ ուրախ եմ, որ դու եկավ։ Կարող եմ նորից ինձ նայել։ Իհարկե կարող ես։ Ինչ կարծիք ունես քո նոր կերպարի մասին։ Casual-ը իմ նախընտրած ոճերից է, բայց այս ընթացքում ես այնքան էի բարձրացրել եւ ավելի կարեւորել արագությունը հագուստ հագնելու, որ շատ ոճային դետալներ, երկրորդական պլաներ մնացել ու ինքս սովորել էի այդ երևույթին։ Անկամ երբ որ նայում էի այսպես լայն տաբատները, մտածում էի, որ դրանք ինձ չեն իմ կերպարին չեն համապատասխանի, բայց հիմա ես այսպես որ ինձ նայում եմ վերջնական, ամեն դետալ մտածված, շատ սիրեցի։ Վարձերի մասին կարող ես խոսել, դիմահարդարման մասին կարող ես պատմել։ Մազերը միշտ ես բացում էի այս արջևից հավասար, իսկ այս մի փոքր այս կողմ ավել մազը փոխեց հայացքը ու ինձ ավելի ամբողջական այսպես փոխում է, չէ՞ կերպարը։ Եվ այս գույնը, այո, բաց գույնը, մի փոքր դետալ դեմքս ավելի վառ է դարձել։ Աչքերի գույնին համապատասխան կարող եմ ասել։ Դիմահարդարումը նույնպես շատ սիրեցի, քանի որ արված է բավական նուրբ եւ թեթև ու չի փոխել իմ հայացքը, հաճախ համաձայն չեմ եղել, երբ որ կատարվել է դիմահարդարում, այնպես որ ողջ արված աշխատանքը այո ես սիրեցի։ Սոսե իդեալական աշխատանք է իրականացրել։ Շնորհակալ եմ։ Համոզված եմ, որ երկրորդ կերպարն էլ է շատ սիրվելու մեր բոլորիս կողմից։ Եվ ես անհամբեր սպասում եմ, թե փոքրիկները ինչ արձագանք են ունենալու, երբ տեսնեն իրենց նոր ոճով, այլ ոճով մայրիկին։ Այո, մնում է ճանաչեն։ Հայարփիի հետ աշխատանքը շատ հագեցած էր եւ արդյունքը եւս ինձ գոհացրեց որպես մասնագետ։ Կարծում եմ բոլորիս էլ հետաքրքիր կլինի եւ հաճելի կլինի մեր աչքին, որպեսզի առօրյայում այդպիսի մայրիկներ հաճախ տեսնենք։ Արեն, դու մամային ինչքան ես սիրում։ Շատ։ Շատ։ Իսկ մաման սիրուն է։ Հա։ Դու միշտ մամային որ տեսնում ես, ասում ես մամա ինչ սիրուն ես դու։ Հա։ Դե արի միասին կանչենք մամային, հա։ Մամա արի։ Մի հատ էլ։ Մամա արի։ Դե ո՞վ դու մամային։ Կանցես։
Սիրունա, դուր դեկավ, հագնեմ էսպես տեղ գնանք, ուր գնանք էսպես, մետրո գնանք էսպես, Գեղտատում է շորերը Հայարփի ամենակարևոր մարդը, ես կարող եմ ասել քննադատը, հավանեց քո նոր կերպարը եւ նոր ոճը։ Ինչ ես զգում այս պահին։ Արենի հուզմունքը ինձ էլ փոխանցվեց, երեխան արտահայտող է իր մտքերը, բայց այս անգամ ես զգացի, որ հուզվեց եւ չկարողացավ արտահայտվել, մայրիկի կերպարանափոխությունը անակնկալ էր։ Հիացած էր Արենը, իսկապես հիացած աչուկներով նայում էր քեզ։ Այո, անակնկալ էր իր համար իմ փոփոխությունը։ Ես ինքս էլ որ հիմա նայում եմ ինձ հայելու մեջ, զգում եմ, որ կարոտել է ինձ, կարոտել է այս կանացի կերպարը։ Եվ ուզում եմ բոլոր մայրերին ասել, որ դուք առաջվա պես սիրուն եք, գեղեցիկ եք, ոչինչ չի փոխվել։ Պարզապես երկուշաբթին է գալու։ Սպասեք այդ երկուշաբթին եւ ձեր գեղեցկությունը արտահայտվում է ձեր մայրական մեծ ուժի, համբերատարության եւ անձնազոհության մեջ։ Ամեն ինչ ասված է։ Ինձ մնում է միայն Հայարփի քեզ մաղթել երջանիկ եւ լուսավոր օրեր եւ թող նոր ոճը նորովի հնարավորություն տա քեզ բացահայտելու։ Այո, շնորհակալ եմ անչափ ողջ անձնակազմին ամեն արված աշխատանքի դետալի համար։ Սա կարծում եմ նոր սկիզբ կլինի ինձ։ Նոր փուլ է սկսվում կյանքի։ Շնորհակալություն։ Եվ ձեզ։